կարող է չեմ տեսել դեռ։ Վստահաբար կծանոթանամ։ Դուք տեղյակ եք, որ ձեր նախարարությունը եւ այլ նախարարություն փորձում են միավորել այդ նախաձեռնությանը տեղյակ եք, չէ՞։ Շաբաթը մեկ մի քանի օրաթերթ այսպես տպում են, կարծես բան ունեն, ընդհանուր թիվ ունեն, որ պետք է ապահովեն եւ ամեն շաբաթ բարբերականությամբ տպում են։ Բաց թողումը կամ կառավարության բաց թողումը չեք համարում այս ամեն ինչը, որ այդ մեխանիզմները չի Դակ ես հարցը ավարտեմ, դուք կիմանաք, որ մեխանիզմներ չի ներդրվել այնպիսի, որպեսզի չկարողանա իսկապես բժշկական հաստատության տնօրենը կարողանա գումարները իր բաժների համար օգտագործել։ Հիմա ասում եք նոր մեխանիզմներ պետք է դրվի, ինչու ավելի վաղ դա չի արվել։ Գիտեք, կյանքում առաջանում են խնդիրներ, որոնք որ ստիպում են վերանայել կարգավորումները եւ այդպես է։ Այո, վերահսկողական մեխանիզմները պիտի խստացվեն եւ ըստ էության նաեւ տնօրենների բարեվարկության մասով այո ունենք ճշտելու ել ավելի ուշադիր լինելու խնդիր։ Նկատի ունեմ սա մեծ գումար էր եւ սա այդպես ուշադրության կենտրոնում հայտնվեց, բայց հնարավոր է եղել են այլ դեպքեր մյուս կենտրոններում եւ դա չեն եղել։ Եթե լիներ կհարուցվեր քրեական գործ եւ կբացատրվեր միանշանակ։ Տեղեկություն ունեք Արաբկիր բժշկական կենտրոն տեղափոխված մեկամյա երեխայի։ Ես ամեն օր նրա առողջական վիճակի մասին հետաքրքրվում եմ, ունենք դրական տեղաշարժ եւ բժիշկների հսկողության տակ է ես ուզում եմ իմ շնորհակալություն ու գնահատանքը արտահայտել մեր ողջ բժշկական անձնակազմին, ովքեր իրենց պրոֆեսիոնալ եւ ճիշտ ճշգրիտ աշխատանքի շնորհիվ փրկել են երեխայի կյանքը։ Տիկին Ավանեսյան, բայց ասում են ծայրահեղ ծանր վիճակում է։ Ես ավել ինֆորմացիա չեմ տա, բժիշկների հսկողության տակ է։